Կառավարությունը ես եմ հայտարարած Նիկոլ Փաշինյանի թիմակիցները քննադատում են վեհափառ հայրապետին եկեղեցու կանոնակարգը խախտած քահանաներին կարգալույծ անելու համար։ Կտրիչ Ներսիսյանը ստիպել է իր ենթականերին, որպեսզի Տեր Արամին հայ առաքելական եկեղեցու սպասավոր կարգալույծ անեն, եւ սա հերթական հակաեկեղեցական քայլն է Կտրիչ Ներսիսյանի կողմից։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում։ Հետաքրքիր է, այդ նույն թիմակիցներն ինչու չեն քննադատում Նիկոլ Փաշինյանին, որն աշխատանքից շատ արագ ազատեց կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանին, միայն այն բանի համար, որ Դրմեյանը հանդգնել էր ասել, որ հեծի վերաբերյալ Ստոկհոլմի հրատապ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է կատարման։ Հակառակ դեպքում հնարավոր է կիրառվեն սանկցիաներ։ Ով ասում որ կառավարությունը ընդունում է։ Ով հայտնել դիրքորոշում։ Ով դիրքորոշում հայտնելա, թող դիմում գրի գնա։ Ես բացարձակապես այս դիրքորոշում չի կարող լինի։ Կառավարությունը ես եմ։ Չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա։ Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե ոչ ես ինքս նրանց կհանեմ։ Նշենք, որ սա Փաշինյանի առաջին կամայական ազատումը չէր։ Ավելի վաղ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նա մեկ օրում եւ նույնիսկ WhatsApp-ի միջոցով աշխատանքից ազատել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների իր քաղաքական գծի հետ չհամաձայնելու պատճառով։ Պարոն վարչապետ, մամուլում շահարկվում էր, որ այդ խնդրանքը դուք պաշտոնյաներին փոխանցել եք SMS հաղորդագրության միջոցով ուշ երեկոյան, Կիրակի օրը, այդպես է։ Կիրակի օրը այո, ուշ երեկոյան ոչ, SMS այսինքն գրավոր տեքստով այո, այդ թվում ձեր նշած պատճառով, որովհետև այստեղ կան նրբություններ, կան քաղաքական, իրավական, բարոյական նրբություններ եւ ես կարեւոր եմ համարել, որ այնինչ ասում եմ, լինի գրավոր։ Իսկ Աբազյանի հերացմանը հետևեց եկեղեցուն աջակցություն հայտնած ազգային բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։ Ստացվում է, երբ եկեղեցին գործում է իր կանոններով, այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեղադրում են դրա համար եկեղեցուն, իսկ երբ Փաշինյանն է անտեսում միջազգային իրավունքը, Փաշինյանի ենթակաները լռում են, ավելին, պատասխանատվության են ենթարկվում Փաշինյանի կայացրած սխալ որոշումների մասին բարձրաձայնողները։